Ինչ է մենոպաուզան, ինչ է պերիմենոպաուզան, արդյոք դա ֆիզիոլոգիական պրոցես է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք, ովքեր որ ունենում են խիստ արտահայտված ջերմային հորտանքներ, իրանց մոտ կարճ ժամանակ հետո սիրտանոթային համակարգի հիվանդություններ են սկսվում։ Փաստորեն բժշկությունը հասել է դրան։ Ազդակներ են գնում հատկապես վերին հատվածի անոթներին, որպեսզի իրանք լայնանան, քրտնագեղձերն են սկսում ակտիվ աշխատել։ Էլ ինչ սիմպտոմներով կարող է դրսևորվել պերիմենոպաուզան կամ դաշտանադադարը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց մի մասը աշխատանքից դուրս է գալիս ավելի շուտ։ Արդյոք սա ինչ որ կերպ կապ ունի ապագայում դեմենցիայի զարգացման հետ, թե ոչ։ Եթե կինը գալիս է ու ասում ոնց որ ես չլինեմ, այդ ոնց որ պերիմենոպաուզայի մասին է։ Նախկինում ասում ենք 40 տարեկանի կրիզիս։ Պահական 45-ից է, չէ՞, միջին տարիքը բերում, մենք ոնց որ միջին տարիք ենք մտել արդեն։ Սիրելի բարեկամներ, մեր հաղորդման գլխավոր գործընկերն է Կարդիոլաբ բժշկական կենտրոնը։ Կարդիոլաբը մասնագիտացված սիրտանոթային խնամքի բժշկական կենտրոնն է, որտեղ դուք մաքսիմալ արագ, որակով եւ բարձր պրոֆեսիոնալիզմով կստանաք ձեզ անհրաժեշտ բժշկական ախտորոշման եւ բուժման վերաբերյալ խորհրդատվությունը։ Կարդիոլաբում մեր արժեքներն են՝ որակը, բուժառույակենտրոն մոտեցումը, պրոֆեսիոնալիզմը եւ թիմային աշխատանքը։ Սիրով կսպասենք ձեզ։ Բարեկամներ, մեզ համար շատ կարևոր են ձեր դիտումները եւ տարածումները, որպեսզի մեր ալիքը կարողանա առաջընթաց ունենալ։ Եվ այդ պատճառով, եթե հավանում եք այն, ինչ անում ենք, խնդրում եմ մաքսիմալ տարածել, կիսվել ձեր ընկերների հետ, միգուցե ինչ-որ միտեղ ինչ-որ մեկին այսօրվա մեր տեսանյութը պետք է։ Շնորհակալություն աջակցության համար։ Ողջույն, բարի երեկո սիրելի դիտորդներ, հուսամ լավ եք, ձեզ հետ կրկին Տաթևիկ Հովակիմյանն է սրտաբան եւ մեր բոլորի սիրելի Կարդիոլաբ պոդքասթը։ Հիշեցնեմ, որ մենք այսօր այստեղ հավաքվել ենք, որպեսզի լինենք ավելի առողջ, ավելի գիտակից, ավելի ճիշտ ընտրություններ անենք մեր առողջության վերաբերյալ եւ հնարավորինս երկարաձգենք որակյալ առողջ կյանքը։ Իսկ այսօրվա մեր հյուրը շատ հետաքրքիր անձնավորություն է։ Նախորդ պոդքասթում դոկտոր Վիկա Մելոյանի հետ կարճ անդրադարձանք մենոպաուզայի երևույթին, որը իմ կարծիքով շատ մեծ խնդիր է եւ ախտահարում է շատ շատերին եւ շատ հիվանդացության պատճառ է դառնում եւ իմ խորը համոզմամբ ինքը չհետազոտված, չգնահատված եւ կանանց կողմից եւ հանրության կողմից բավարար ուշադրություն չդարձված մի երևույթ է, որի մեջ արժե խորանալ։ Եվ հենց այդ նպատակով է, որ այսօր մեր հյուրն է բժիշկ գինեկոլոգ, սեքսոլոգ Արմինե Հովհաննիսյանը։ Ողջույն Արմինե ջան, շնորհակալություն, որ մեզ հյուր ես եկել։ Ողջույն Տաթև ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Ուրախ եմ, որ այստեղ եմ եւ խոսելու ենք մեզ համար, բոլորիս համար կարևոր թեմայից։ Այո։ Արի միանգամից deep dive անենք, այսպես ասած։ Ինչ է մենոպաուզան, ինչ է պերիմենոպաուզան, արդյոք դա ֆիզիոլոգիական պրոցես է եւ որոնք են դրա հետ կապված խնդիրները, որոնք մեծ մասշտաբով առաջանում են։ Այն ինչ խոսելու ենք շատ ֆիզիոլոգիական պրոցեսի մասին է, բայց դա չի նշանակում, որ այն չի ազդում մեր առողջության վրա եւ մեր կյանքի եւ հատկապես կյանքի որակի եւ նաեւ կյանքի երկարության վրա, հա։ Նորմայում սեռահասունացման ընթացքում մեր ձվարանները ակտիվ գործում են, ձվաբջիջներ են արտադրվում, ու արտադրվել է մի քիչ ավելի տենց մի քիչ փոխաբերական իմաստով, որովհետև մենք նույնիսկ չծնված արդեն ձվարաններում միլիոնավոր ձվաբջիջներ ենք ունենում, ի տարբերություն տղամարդկանց, որոնց մոտ պարբերաբար առաջանում են նոր սպերմատոզոիդներ, իսկ մենք նորը չենք ունենում եւ մի օր այդ pašարը սպառվում է, ինչպես նաեւ ձվարանները արտադրում են սեռական հորմոններ եւ մի օր նաեւ տվյալ սեռական հորմոնները այլևս չեն արտադրվում, այսինքն ձվարանները կորցնում են իրենց ֆունկցիան եւ դա կոչվում է դաշտանադադար։ Կլինիկորեն մենք ախտորոշումը դնում ենք, եթե վերջի դաշտանից անցել է 1 տարի, մի քիչ ռետրոսպեկտիվ է տրվում, հա, դաշտանադադար կամ մենոպաուզա ախտորոշումը։ Բայց էստրոգենների պակասը այնց կտրուկ չի սկսվում, հա, շատ աստիճանաբար, դանդաղ համարվում է, որ 30 տարեկանի վերջերում, 40 տարեկանի սկզբերում արդեն ձվարաններում սեռական հորմոնները սկսում են տատանվել։ Իրանք այսպես ուղիղ գծով չեն իջնում, այլ սովորաբար այսպես տատանվելով սկսում են աստիճանաբար իջնել։ Ու հաճախ հենց այդ տատանումների փուլում
այդ պերիմենոպաուզան այդ ժամանակ է սկսվում, որը կարող է դաշնանադադարից 7-ից 10 տարի առաջ սկսվել ու ամեն կնոջ մոտ կարող է շատ տարբեր ընթանալ, հա, կան կանայք, որոնք օրինակ կարող են որևէ գանգատներ չունենալ, հեսա կխոսենք գանգատներից, բայց կան կանայք, որոնք կարող են ունենալ մի շարք գանգատներ։ Կարծում եմ հանրությանը առավել ծանոթ են, այսպես բժշկական լեզվով վազոմոտոր գանգատներ են կոչվում, որոնք առավելապես դրսևորվում են ջերմային հորդանքներով կամ ջերմահորդանքներով, մի քիչ հայերենը նոր ենք թարգմանում, ամեն մեկս մի քիչ տարբեր ենք ասում։ Այո, հա, պրիլիվ ժառը, եթե ռուսերենով հա ասենք, եւ գիշերային քրտնարտադրությամբ առավել շատ խոսվում է, որ ամենահաճախը հանդիպողը դա է։ Բայց պարտադիր չի որ դա լինի եւ պարտադիր չի որ դա լինի մենոպաուզայից հետո, որտեղ առավել հաճախ մտածում ենք, որ պետք է լինի դաշնանադադար, 1 տարի չկա դաշտան եւ նոր սկսվում են այս գանգատները։ Իրականում իրենք կարող են սկսվել, երբ դեռ դաշտանը կա, նույնիսկ կանոնավոր է, ընդ որում մի փոքրիկ այսպես դեմո վերսիա կարող լինի նախադաշտանային փուլում ավելի վաղ տարիքում էլ, հա, կարծում եմ կարող ենք նկատած լինել, որ այդ նախադաշտանային փուլում երբեմն կանայք մեկը կարող են սկսել քրտնել ավելի հաճախ, թեթև ինչ որ շոկի զգացողություն ունենալ, դա էլ միգուցե արժի բացատրենք ոնց է դրսևորվում, հա, ջերմային հորդանքը գլխի, պարանոցի եւ կրծքավանդակի կտրուկ տաքության, կարմրության զգացողությունով է լինում, որը կարող է մի քանի վայրկյանից նույնիսկ մի քանի րոպե տևել, այնուհետև դողի սարսուռի զգացողություն էլ կարող է լինել։ Եթե հետաքրքիր է կարող եմ մի քիչ այսպես բացատրել։ Այո, շատ ուզում եմ, որ խորանանք եւ մեր հանրության հասկանալի լեզվով ոնց որ ներկայացնենք, ինչքան կարող է մանրամաս։ Իրականում տարիներ առաջ իմ համար էլ է շատ հետաքրքիր, որտեղ երբ որ մենք սովորում էինք դաթև, շատ քիչ էր խոսվում այս մասին։ Մենք ուղղակի գիտեինք, որ կային ջերմային հորդանքներ, իրանք լինում են ու նույնիսկ մեզ սովորեցրել էին, որ կարծես թե մի 7-10 տարի կտևի, հետո կանցնի։ Բայց իրականում պարզվեց, որ կանանց տենց մի 15-20, նույնիսկ 25% կարող են ամբողջ կյանքում շարունակաբար ունենալ ջերմային հորդանքներ, հա։ Եվ մեզ նաև սովորեցրել են, եթե կհիշեք, որ հիպոթալամուս, հիպոֆիզ ծվարանային աշխատանքում կարևոր դեր ունեն էստրոգենները եւ հիմա էլ կարևոր դեր ունեն եւ էստրոգենները անմիջապես ազդում են հիպոթալամուսի վրա եւ այդպես կառավարում։ Բայց պարզվեց, որ ամեն ինչ այդքան հեշտ ու հասարակ չի, շատ ավելի բարդ ու հետաքրքիր է, որ հիպոթալամուսում ունենք այդպես նեյրոնների համակարգ, քինդի համակարգ է կոչվում, վերջի տարիներին բացահայտված, այսպես շատ հետաքրքիր նեյրոններ են, կիսպեպտին, նեյրոգինին B, դինորֆին, որոնց միջոցով է էստրոգենները ազդեցություն ունենում եւ կառավարում այդ ծվարանային առանցքը, բայց հիպոթալամուսում գտնվում է նաև ջերմակարգավորման կենտրոնը։ Երբ որ էստրոգենները իջնում են, իսկ մենոպաուզան, դե խոսեցինք նրա մասին, որ էստրոգենների պակասի մասին է։ Այս կինդի համակարգը մեծանում են այս նեյրոնները, ոնց որ հիպերտրոֆիա են ենթարկվում։ Եվ հատկապես նեյրոգինին B-ն սկսում է ավելի շատ արտադրվել եւ հենց ինքն է գնում ջերմակարգավորման կենտրոնի վրա ազդեցություն թողնում եւ իդեպ ժամանակակից մենոպաուզալ ոչ հորմոնալ բուժման դեղորայքների մեջ հիմա կիրառում են այդ նորագույն պրեպարատներն են հենց օրինակ նեյրոգինին B անտագոնիստներ։ Հարցնել արդյոք դրանք դեղորայքային բուժման թիրախ են արդեն թե դեռ ոչ, բայց փաստորեն բժշկությունը հասել է դրան։ Մենք դեռ չունենք ցավոք սրտի, բայց հույս ունենք, որ կունենանք եւ մի օր կկարողանանք այն դեպքում, որտեղ որ մենոպաուզալ հորմոնալ թերապիան իսկ ամենաարդյունավետը բնականաբար, եթե դա էստրոգենի պակասով էր առաջացել էստրոգեն տալով, իհարկե ոչ միայն էստրոգեն տալով է, դրա մասին է խոսենք, հնարավոր է ամենաարդյունավետը մենոպաուզալ հորմոնալ թերապիան է վազոմոտոր գանգատների կառավարման, բայց ունենալ այլընտրանքային տարբերակը մեր երկրում եւս կարեւոր կլինի։ Էս էլ է շատ հետաքրքիր, ինձ միշտ օրինակ այն ավելի վաղ տարիքում էլ հետաքրքիր եղել, ինչի է փոխվում, հա, ինչի է մեր մարմինը մեկ էլ որոշում, որ շոկ է կամ ցուրտ է, այդ տերմոստատը, որ հիպոթալամուսում ունենք, ինքը որոշակի այսպես սանդղակ ունի, միջակայք ունի, որը համարում է, որ մարմնի ջերմաստիճանի այս տատանումը նորմայի մեջ է։ Իսկ երբ որ այդ նեյրոգինին B-ն սկսում է շատ արտադրվել, այդ միջակայքը սկսում է իջնել։ Կարծես մեր մարմինը նորից նորմալ տատանում է ջերմաստիճանի ունենում, բայց քանի որ արդեն իր նորման ավելի ցածր էր, մի քիչ բարձրը դիտարկում է, որ մենք արդեն գերտաքացման մեջ ենք եւ պետք է արագ ջերմությունը օրգանիզմից դուրս հանել եւ բնականաբար ազդակներ են գնում հատկապես վերին հատվածի անոթներին, որպեսզի իրանք լայնանան, քրտնակեղծերն են սկսում ակտիվ աշխատել, սիրտը
աստիճանաբար կանք սիրտանոթային համակարգին։ Գերջաշուն։ Այո, ու բացի դրանից այդ կարմրություն եւ անվերահսկելիության զգացողությունը, որովհետեւ ի վերջո մենք ճիշտ է շատ խոսում ենք ֆիզիկական առողջության մասին, բայց մենք բոլորս նաեւ հոգեբանական եւ սոցիալական էակներ ենք եւ կինը սկսում է անհանգստանալ, որ ամեն պահի շատ անվերահսկելի կարող է այդ կարմրությունը, շոկելի զգացողությունը հայտնվել, ոչ պատեհ ինչ որ ժամանակ, կարող են կողքից մարդիկ նկատել, ինչ կմտածեն, այդ շատ միացնում է նորից ստրեսը ու ավելի աննպաստում, որ ջերմային հորտանքները դրսևորվեն։ Ու արագ ոնց որ օրգանիզմը ջերմություն է կորցնում, բայց քանի որ միանգամից շատ կտրուկ է կորցնում, մեկ էլ հայտնվում ենք ավելի ներքևի հատվածում եւ մեկ էլ օրգանիզմը հասկանում է ջերմակարգավորման կենտրոնը, որ մենք ոնց որ սառել ենք, պետքա մի քիչ սկսենք տողացնել, Սի կարողանանք ջերմաստիճանը նորից կարգավորենք։ Այս process-ը բնականաբար այսպես տատանվելով շատ վնասող ազդեցություն կարող է թողնել հենց սիրտանոթային համակարգի վրա։ Եվ ժամանակակից մենոպաուզալ թերապիայում համարվում է, որ ջերմային հորտանքը ուղղակի ինչ որ մենոպաուզայի գանգատ չի, այն predictor, կանխատեսող է սիրտանոթային համակարգի հիվանդությունների ռիսկի բարձրացման եւ հատկապես եթե ջերմային հորտանքները խիստ արտահայտված են, շատ կարեւոր է կառավարել։ Որտեղ հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք, ովքեր որ ունենում են խիստ արտահայտված ջերմային հորտանքներ, իրանց մոտ կարճ ժամանակ հետո սիրտանոթային համակարգի հիվանդություններ են սկսվում եւ ցանկալի է կանխարգելել այդ այսինքն ռիսկը նվազեցնել եւ կանխարգելել հիվանդությունների սրացում։ Էլ ինչ սիմպտոմներով կարող է դրսևորվել պերիմենոպաուզան կամ դաշտանադադարը, հարդաշտանադադարը, եթե թարգմանենք հայերեն։ Տեսեք, սովորաբար համարվում է, որ դաշտանադադարային գանգատների այդ ջերմային հորտանքները մոտ 80% կանայք ունենում են, տարբեր ինտենսիվության։ Բայց առավել հաճախ քնի խանգարումներ են ունենում։ Իրանք կարող են ավելի վաղ տարիքում սկսվել եւ ի վերջո նույն ջերմային հորտանքներն ու քրտնարտադրությունը իրենք եւս քնի խախտման են բերում, ընդհանրապես էստրոգենները նաեւ քնի որոշակի փուլերի վրա են ազդեցություն թողնում։ Իսկ քունը եւս պատասական ազդեցություն է թողնում քնի վատ որակը եւ կարճ լինելը սիրտանոթային համակարգի վրա։ Ինչքան պատտվենք շատ գալու ենք սիրտանոթային համակարգին իդեպ։ Բացի դրանից, եթե մենք չենք քնում, չենք հանգստանում, մենք ավելի հոգնած, դյուրագրգիռ ենք դառնում, մեր աշխատունակությունն է ընկնում։ Գիտեք, վերջին տարիներին շատ խոսվում է կնոջ կյանքի որակի եւ աշխատունակության մասին պերիմենոպաուզալ տարիքում, որովհետեւ ի վերջո, եթե ասենց տարիքային նայենք, մի հատ փուլ են գալի, որտեղ կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ, եւ կանայք շարունակում են աշխատել եւ ուզում են շարունակել աշխատել, որակյալ աշխատանք կատարել, իսկ մենոպաուզան իր գանգատներով կարող է ազդել մեր աշխատունակության վրա եւ հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց մի մասը աշխատանքից դուրս է գալիս ավելի շուտ կամ ավելի սկսում է քիչ կոմպետենտություն պահանջող աշխատանքի անցնել, որովհետև այստեղ նաև սկսում է գնանք դեպի ուղեղել, էստրոգենները համարվում են մեր օրգանիզմում բոլոր համարատարբեր օրգաններում պաշտպանող էֆեկտ ունեցող հորմոններ։ Վերարտադրողական տարիքում ենք ավելի հաճախ մտածում ենք, որ էստրոգենները առավելապես վերարտադրողական սեռական համակարգի համար են, բայց իրականում բոլոր օրգան համակարգերը ունեն ընկալիչներ եւ բոլոր օրգան համակարգերում էստրոգենները պաշտպանող ֆունկցիա են կատարում, այդ թվում նաեւ գլխուղեղում ինքը նեյրոպրոտեկտիվ հատկություն ունի։ Եվ այս տատանումները ու նաեւ իջեցումը բացասական ազդեցություն է թողնում կնոջ հիշողության, կենտրոնանալու ունակության վրա եւ այսպես մի հատ արտահայտություն կա brain fog, մշուշոտ ուղեղ, հա, մենոպաուզալ մշուշոտ ուղեղ, որը ոչ սպეციფიկ գանգատ է, կարա այլ իրավիճակներում, այլ խնդիրների դեպքում եւս լինել, բայց մենոպաուզայի դեպքում եւս կարող է լինել։ Հաճախ ինձ դիմող միջին տարիքի կին բուժառուները դրանց գանգատվում են, հիշողությունը ստեղը չի, ինչ որ բաներ չեմ կարողանում այդքան հստակ կերպով անել։ Տեսակ դժվարացած է դարձել։ Մարդկանց անունները չեմ հիշում։ Արդյոք սա ինչ որ կերպ կապ ունի ապագայում դեմենցիայի զարգացման հետ, թե ոչ։ Այո։ Իդեպ մի բան էլ էստեղ ասեմ, երբ որ մենք խոսում ենք պերիմենոպաուզայի մասին, այսպես մի հատ սուբյեկտիվ գանգատ կա, որը ոնց որ գլխավորն է դառնում, ասում է, եթե կինը գալիս է ու ասում է ոնց որ ես չլինեմ, այդ ոնց որ պերիմենոպաուզայի մասին է։
Ենթենք տենց 30 տարեկանների վերջում կամ 40 տարեկանի ու այդ զգացողությունն է իր մոտ, որ ինքը փոխվել է ու չի հասկանում թե ինչ է կատարվում իր կյանքում, այդ ոնց որ առաջին դիտարկել, որ կարող է այստեղ հենց պերիմենոպաուզան է։ Իսկ որ ասում են նախկինում ասում են 40 տարեկանի կրիզիս, ինչ որ ձևով դա կապ ունի, գալիս, կարծում եմ այդ միջին տարիքն է, որ մենք վերարժևորման ինչ որ հարցեր է, որ տեղ են մեր ավելի շատ մենթալ կամ հոգևոր ոլորտում ինչ որ կապ ունեն մենոպաուզալ հորմոնների Կարծում եմ բոլորը իրար հետ է ազդեցություն թողնում, որովհետև այսպես ԱՀԿ-ն 45-ից է, չէ, միջին տարիքը բերում, մենք ոնց որ միջին տարիք ենք մտել արդեն։ Ոստեղ ոնց որ մենք վերաիմաստավորում ենք մեր կյանքը, հա, այն ինչ որ կատարվում է, այսպես հոգեբանասոցիալական մասն է մեր առողջության սկսում ակտիվ վերարժեքավորվել, միևնույն ժամանակ ներսում էլ հորմոնալ տատանումները կարող են այս ամենի վրա էլ իրենց ազդեցությունը թողնել, հա։ Ու այստեղ հաճախ մենք կարող ենք բախվել տագնապային կամ դեպրեսիվ սպեկտրի որոշակի խանգարումների կամ դրա նման ինչ որ վիճակների հակազդումների, հա։ Իդեպ համարվում է, որ այս փուլում մենոպաուզալ հորմոնալ թերապիան կարող է ավելի արդյունավետ դարձնել, եթե մենք ունենք այսպես խանգարման հասնող, հա, հոգեկան առողջության խանգարման հասնող վիճակների, բժշկը առավել արդյունավետ է դարձնում։ Այսինքն կարող է ինքը պատճառ դառնալ դեպրեսիայի կամ տագնապային խանգարման առաջացման, թե ուղղակի կարծես թե սրում են ինչ որ բազային նախկինում արկա, այո։ Սովորաբար եթե կինը առավել արտահայտված նախադաշտանային, այսպես գերզգայունություն է ունենում տրամադրության տատանումներ, մոռացանք պերիմենոպաուզան հենց հաճախ տրամադրության տատանումներով է ընթանում, խիստ արտահայտված տրամադրության տատանումներ կարող են ասում են պրեմենստրուալ սինդրոմ, հա, այդ պրեմենստրուալ սինդրոմը իրականում էլի կանանց մեծ մասը ունենում է, որովհետև մեր սեռական հորմոնները իրանք նեյրոստերոիդներ են, հա, միանշանակ իրանք ազդեցություն թողնում են մեր նյարդային համակարգի վրա, այստեղ մենք ոչ թե գործ ունենք սեռական հորմոնների, նախադաշտանային գանգատների մասին եմ խոսում, հա, ոչ թե գործ ունենք հորմոնալ խանգարումների հետ, այլ որ մեր ուղեղը արձագանքում է նորմալ ֆիզիոլոգիական տատանումներին սեռական հորմոնների։ Իդեպ այստեղ մենք երկու բան ունենք, որի մասին շատ քիչ է խոսվում, բացի այսպես դասական նախադաշտանային համախտանիշը կա նախադաշտանային դիսֆորիկ խանգարում PMDD կոչված եւ նախադաշտանային սրացումը, որի դեպքում մեր ուղեղը ատիպիկ եւ գեր արձագանք է տալիս նորմալ ֆիզիոլոգիական սեռական հորմոնների տատանումներին, այս արդեն հոգեբուժական հիվանդություն է համարվում ու ախտորոշումը դնում է հոգեբուժը, ու այդ սրացումն էլ եթե տակը որևէ էլի հոգեկան առողջության խնդիր ունենք, որը սրվում է նախադաշտանային փուլում, դեռ ամեն ինչ չի, որ միայն նախադաշտանային համախտանիշ է, ու այս կանայք շատ ավելի ռիսկային են, այո, որ պերիմենոպաուզայում այս ամենը կարա սրվի։ Բավականին ռիսկային խմբում են նաև գտնվում են կանայք, որոնք ունեն ուշադրության ADHD, հայերենոց էլ թարգմանվում դեֆիցիտ հիպերակտիվության համախտանիշ, այ իրանք եւս ավելի զգայուն են հորմոնալ տատանումներին, ու այդ պերիմենոպաուզան հենց այդ հորմոնալ տատանումներն է, ոչ թե այդքան էստրոգենների պակասը, ինչքան այդ sense վայրի վերումներն է, հա, այդ ոնց որ ամերիկյան այդ ոնց են կոչվում վոլորանները ոնց որ անցնիկինը բլրակները, հետաքրքիր է։ Իսկ այ հարց առաջացավ տեղում, եթե ենթադրենք առաջացել է խորը աստիճանի դեպրեսիա կամ տագնապային խանգարում, արդյոք կլասիկ հակադեպրեսանտներով բուժական մոտեցումն է ճիշտ, թե միգուցե հենց հորմոնալ փոխարինող թերապիայով հնարավոր լինի այդ հարցը լուծել եւ խուսափել երկարաժամկետ հակադեպրեսանտների ընդունումից։ Ոնց են նրանք իրար հետ մրցում։ Եթե մենք խոսում ենք հետմենոպաուզայի մասին, այստեղ իհարկե առաջնահերթությունը ուղեցույցով գալիս է, եթե մենք չունենք հակացություններ, մենոպաուզալ հորմոնալ թերապիան, բայց ինքը չի գալիս եւ բոլոր խնդիրները լուծում, հա, կարող են համակցված կարիք լինի նաեւ հակադեպրեսանտների։ Իդեպ
մենոպաուզալ խնամքի, մենք խնամք ենք ասում մենոպաուզալ քերի այդ փուլում, ոչ միայն օգտագործում ենք մենոպաուզալ հորմոնալ թերապիա, այլև հակադեպրեսանտները եւս կարող ենք կիրառել, կառավարելու վազոմոտոր գանգատները։ FDA-ը ունի հաստատած մի հակադեպրեսանտ ավելի փոքր դոզայով, որը մենք կարող ենք նշանակել։ Դա քրական է, գրգռված աղու համախտանշի ժամանակել գաստրոենտերոլոգներն են նշանակում, որ տարածված կիրառություն։ Ավելի փոքր դոզայով Որ պրեպարատն է։ Պարոքսետինն է, Հայաստանում կա ինքը։ Այդ փոքր դոզայով չունենք, իրանք 7.5 միլիգրամն են դիտարկում, մենք դե 20 ունենք, 10-ով ենք կիրառում, ոնց որ մինիմալ դոզայով ստանալ արդյունք, ոչ թե դեպրեսիա բուժել կամ ճորտագնապային խանգարում բուժել, այլ ավելի այսպես ինքը օգնում է, որովհետև ի վերջո այդ բոլոր տատանումները կամ այդ բոլոր ջերմակարգավորման խնդիրները մենակ էստրոգեններով ճիշտ ակտիվ մասնակցում են սերոտոնինը, նորադրենալինը եւ մենք կարող ենք իրանց վրա եւս ազդեցություն թողնել։ Կորտիզոլը դեր ունի։ Դե կորտիզոլի մակարդակն էլ քրոնիկ ստրես է դառնում, հա, սկսում բարձրանալ։ Բայց ես ուզում եմ մի հատ հետ գնամ ձեր ասացի այն մյուս մասը, պերիմենոպաուզան։ Այս պերիմենոպաուզան դեռևս ամենակիչ հետազոտվածն է, եթե մենք մենոպաուզայի մասին գոնե քիչ թե շատ մի քիչ ավելի հստակ ուղեցույցային մոտեցումներ ունենք, պերիմենոպաուզան մի քիչ ավելի հələ նոր հետազոտությունների դաշտ է բացում, այստեղ մենք մի քիչ ավելի զգուշ ենք լինում, մենք ավելի չունենք տենց հատուկ մարկեր օբյեկտիվ, հա, որտեվ եթե մենք խոսում ենք պերիմենոպաուզայի մասին, որտեղ որ հորմոնները սենց տատանվում են, մենք չենք կարող գնալ եւ ինչ որ հորմոնալ հետազոտություն անենք, որտեվ մի անգամ կստուգենք, կտեսնենք բարձր, մյուս անգամ ցածր, մենք ոնց որ պիտի կլինիկայի վրա հիմնվենք։ Ու սովորաբար մոտեցումը այսպես է, եթե կինը պերիմենոպաուզալ փուլում է, տեսնում ենք այդ տատանումները, եթե կինը կնոջ համար կարևոր է բեղմնական միջոցը, որովհետև մենք նաև հասկանում ենք, որ օրինակ 45+ տարիքում կանանց մեծ մասը հղիություն չի ուզում, եթե չի ուզում, գուցե սխալ եմ ասում, հաշվի առնելով որոշակի ռիսկեր եւ կնոջ առողջության համար եւ երեխայի, հա, որոշակի խնդիրներ, որոնք ավելի մեծ տարիքում ավելի հաճախ կարող են հանդիպել, այստեղ կարա շատ օգնող լինի ոչ թե նշանակել մենոպաուզալ հորմոնալ թերապիա, այլ բեղմնական միջոց կիրառել հորմոնալ։ Որտեւ եթե խնդիրը տատանումներն էր, մենք կարող ենք տալ բեղմնական նյութեր, որոնք այսինքն ուղիղ կդարձնեն այդ տատանումները կհանեն սեռական հորմոնների։ Իդեպ աշխարհում կան, Հայաստանում դեռևս չկան բեղմնական համակցված հաբեր, որոնք պարունակում են բնական էստրոգեն։ Բեղմնական էֆեկտը մենք ստանում ենք սինթետիկ պրոգեստերոններով, ու սովորաբար միշտ նաև հետը գալիս է սինթետիկ էստրոգենը, որը սիրտանոթային համակարգի վրա որոշակի բացասական ազդեցություն կարող է թողնել տրոմբոզների ռիսկը բարձրացնելու առումով, բայց արդեն ոնց որ էվոլյուցիոն առումով հասել ենք նրան, որ աշխարհում արդեն կան Եվրոպայում, Ռուսաստանում էլի դեպ կան բնական էստրոգենով բեղմնական հաբեր եւ իրանք շատ հարմար են 45+ տարիքում նշանակելու համար։ Եթե մենք չենք գնում, որտեղ մենոպաուզալ հորմոնալ թերապիան դեռևս բեղմնական էֆեկտ չի տալու, իսկ եթե կինը դեռևս իհարկե տատանումներ ունի, բայց պարբերաբար ձվազատում կարող է լինի եւ եթե ինքը չի պլանավորում հղիություն, մենք ուզում ենք նաեւ օգնել իրեն, որպեսզի ավելի ապահով իրենց գա, իրեն հանգիստ գա, որ ոչ միայն կօգնի կառավարել իր գանգատները, նաեւ կտա բեղմնական էֆեկտ։ Աստորեն ճիշտ հասկացա, որ պրեմենոպաուզալ, նախամենոպաուզալ շրջանում մենք ախտորոշումը կարող ենք դնել միայն ու միայն կլինիկորեն։ Հորմոնալ տարբեր անալիզները, որ շատ սիրում են հանձնել մեր կանայք, կարծես թե այդքան մեծ դեր չունեն, եթե դաշտանադադար չունենք, հա։ Այստեղ իհարկե գանգատները կարող են լինել նաև այլ հորմոնների, օրինակ վահանագեղձի դիսֆունկցիայի պատճառով, այսինքն բացառելու համար, որ մենք այլ խնդիր չունենք, մենք որոշ բաներ ստուգում ենք իհարկե։ Մեկ անգամ ախտորոշումը դնելու համար դեր ունեն, թե ոչ։ Պարբերաբար տարիքի հետ կանանց վահանագեղձի դիսֆունկցիան հաճախ է դիտվում, հա, մենք սովորաբար տարին մեկ անգամ վահանագեղձի ֆունկցիան գնահատում ենք, կարիք ունենք, բայց որ տենց շատ հաճախակի ստուգենք, չէ, դրա կարիքը։ Իսկ էստրոգենները, ենթադրենք ուզում ենք պերիմենոպաուզա ախտորոշել։ Այստեղ մենք հստակ ցուցում չունենք էստրոգենները ստուգելու։
Իդեպ մի խնդիր էլ ունենք, որի մասին չենք խոսում, տեսեք, նորմայում, այսպես ֆիզիոլոգիական դաշտանադադարի միջին տարիքը 51 տարեկան է համարվում։ Բայց համարվում է, որ 45 տարեկանից սկսած արդեն կարա լինի մենոպաուզան, այդ ֆիզիոլոգիական է։ Բայց մենք բարբերաբար բախվում ենք իրավիճակի, եւ կնոջ մոտ դաշտանադադարը ավելի վաղ է դիտվում, նո այսպես ծվարանային անբավարարության մասին ենք սկսում խոսել, հա։ Մինչև 40 տարեկանը այդ արդեն վաղաժամ դաշտանադադարն է, մինչև 40-ից 45-ը վաղ։ Իդեպ այստեղ այդ վաղաժամ դաշտանադադարն է եւս մեծացնում սիրտանոթային համակարգի շատ ու այստեղ շատ նուրբ պահ կա, որովհետեւ եթե բերի մենոպաուզայում, հետմենոպաուզայում կինը ունենում է գանգատներ, մենոպաուզալ այդ վազոմոտոր ավելի վաղ տարիքում սովորաբար այս անոթային գանգատները չեն լինում ու կարա կինը նույնիսկ ինչ որտեղ հասարակությունն ասի թե ավելի լավ դաշտան չունես, չես անհանգստանա ու կարծես գանգատ չկա, բայց մի 10 տարի հետո կինը կարա բախվի շատ լուրջ առողջական խնդիրների, հա, մետաբոլիկ եւ սիրտանոթային համակարգի։ Ոստեղ է կարևոր որ ինֆորմացնել, տարիներ առաջ էլ շատ sense մոտեցում կար, չէ, եթե ինչ որ մի խնդիր էր լինում, միանգամից վիրահատության էին կնոջը ուղղորդում եւ հաճախ ծվարանի կիստայա արագ ինչ որ մի մաս էին հեռացնում աստիճանաբար արգանդնել հետը հանում են ու վաղաժամ դաշտանադադար էր սկսվում ու 30 քանի տարեկան կինը այդ արդեն ստացվում է յատրոգեն, հա, ոնց որ բժիշկների կողմից, իհարկե միշտ չի որ բժիշկների կողմից հա երբեմն լինում է իրավիճակ, օրինակ մարդը ինչ որ լուրջ բուժում է ստանում, կարա քաղցկեղի հետ կապված լինի, ու այդ բուժումը վնասի ծվարանային ապարատը, հա ֆոլիկուլյար երբեմն այլ պատճառներով է վնասվում, երբեմն գենետիկ ինչ-որ խնդիր ենք ունենում, բայց այսպես է մոտեցում, եթե մինչև 40 տարեկանը կնոջ մոտ դաշտանադադարը, այս շատ մեծ ազդակ է, որ պետք է գնալ բժշկի, էնդոկրինոլոգի կամ գինեկոլոգի, լավ կլինի համակցված, որպեսզի նշանակվի այստեղ կոչվում է փոխարինող հորմոնալ բուժում։ Իդեպ հետո մենք ասում ենք մենոպաուզալ հորմոնալ թերապիա, մի քիչ մոտեցումը փոխվել է, էլի, հա։ Իսկ դա տարբերակ անեն ինչ որ այո, որովհետև մենք մենոպաուզայում չենք ցկտում էստրոգենները բերել այսպես ֆիզիոլոգիական ինչ որ մի քանակի։ Մենք ավելի գանգատներով ենք գնում, գանգատներն ենք կառավարում։ Իսկ ավելի վաղ տարիքում մինչև 40 եւ մինչև 45, հատկապես մինչև 40 մենք ուզում ենք բերենք ֆիզիոլոգիական նորմայի էստրոգենների։ Այստեղ կարող է կարիք լինի, որ մենք հենց թերապիայի ժամանակ ստուգենք էստրոգենները, տեսնենք մենք բարձր դոզայով ենք ավելի տալիս, հա, որպեսզի տեսնենք արդյոք մենք բավարար ենք տալիս, մեր տվածը բավարար է, որպեսզի պաշտպանել կնոջ սիրտանոթային, ոսկրային, մոռացանք, հիմա դա էլ խոսենք ոսկրային համակարգը, որովհետև էստրոգենները նաև ոսկրային համակարգը պաշտպանող էֆեկտ ունեն, այդ ոսկրաքայքայման մասը բլոկ անող էֆեկտ ունեն եւ հենց դաշտանադադարի առաջի մի քանի տարիներին է, որ ոսկրային հյուսվածքը սկսում է շատ կորցնել իր ամրությունը եւ մենք կարող ենք բախվել հենց էլի կյանքին վտանգ սպառնացող ու այսպես լուրջ կոտրվածքների հաշմանդամության տանող, իհարկե առավել հաճախ ազդրի վզիկի կոտրվածքի մասին է, որի մասին միգուցե հանդիպած լինենք ավելի մեծ տարիքի կանանց, երբ որ ասում են անկավ կոտրվեց, բայց սովորաբար էլ ոտքի չկանգնեց։ Սովորաբար կոտրվում է նոր են ընկնում իրականում, հա։ Այո, հետո էլ վիրահատությունը սովորաբար սոմատիկ մի շարք խնդիրների պատճառով հակացուցված է լինում, հա, կամ ողերի գոտկային ողերն են հաջորդ խոցելի հատվածը լինում։ Մենք հաճախ տվյալ կանանց իդեպ այդ մենոպաուզալ տարիքի ուղղորդում ենք դենսիտոմետրիայի, որտեղ որ ռենտգեն առանց հպումային իդեպ հետազոտությամբ, ի տարբերություն մամոգրաֆիայի, ոսկրերի խտությունն ենք ստուգում եւ մենոպաուզալ հորմոնալ թերապիան կանխարգելում է օստեոպորոզի զարգացումը։ Այդ իրա ոնց որ երկրորդ այսպես ցուցումներից մեկն է հիմա համարվում։ Առավելություններից եւ ցուցումներից։ Մի փոքր փորձենք խոսել փոխարինող կամ մենոպաուզալ հորմոնալ թերապիայի կողմնակի էֆեկտների մասին եւ նրա թե ինչու են շատերը միգուցե ոչ այնքան հիմնավոր վախենում դրանից եւ փորձում խուսափել, փորձում փախչել, այս բազմաթիվ կանանց են հանդիպում, որոնք նույնիսկ վաղաժամ, նույնիսկ վաղ մենոպաուզայով ռիսկ չեն անում սկսել հորմոնալ փոխարինող բուժում, ինչու՞մն է պատճառը եւ որտեղ է ճշմարտություն թաքնված։
Այստեղ իրականում բժշկությունը դեր ունեցել, որովհետև 90-ականների վերջին 2000-ականների սկզբին մի մեծ հետազոտություն կատարվեց WHI կանանց առողջության նախաձեռնություն, հա, այսպես որ թարգմանենք, որտեղ որ կանանց տրվեց մենոպաուզալ հորմոնալ թերապիան, այդ ժամանակ փոխարինող հորմոնալ թերապիա էր, եւ մեկ էլ վերլուծությունները ցույց տվեցին, որ բավականին արտահայտված կողմնակի էֆեկտներ են լինում, կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն են բարձրանում եւ սիրտանոթային համակարգի ու այդ շատ բացասական աղմուկ հանվեց, մենոպաուզալ հորմոնալ թերապիան այդպես black boxing էր կոչվում, հա, այդ ներդիրում հատուկ sense զգուշացում դրվեց, որ կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ կարող է առաջացնել եւ կտրուկ ոնց որ իջավ մենոպաուզալ հորմոնալ թերապիայի ցուցման եւ նաեւ ընդունման դեպքերը։ Բայց հեսա խոսենք ինչի տենց եղավ։ Ինչքան էլ տարօրինակ էր, բայց այդ հետազոտությունը ցույց տվեց հետաքրքիր բաներ, որ այն կանայք, որ այդ հետազոտության մեջ էին, իրանց մոտ օստեոպորոզի ռիսկը իջավ եւ կոլորեկտալ քաղցկեղի։ Այդ մի քիչ sense կորավ այդ ամբողջ այդ աղմուկի մեջ, որ դրական ազդեցությունը թողեց։ Հիմա պիտի գանք ու հասկանանք, թե ինչի է տենց եղել, որովհետեւ վերջի տարիներին նոր վերլուծություններ կատարվեցին ու պարզվեց, որ սխալներ են եղել վերլուծության առումով եւ ընդհանրապես հետազոտության իրականացման, որովհետեւ հետազոտողները ընտրել էին կանանց մի մեծ տարիքային շրջանակ 50 տարեկանից մինչև 79 Միջին մասը 2/3-ը նույնիսկ միջինից ավելին եղել էին 60+ տարիքի կանայք, 63-ներ միջին տարիքային խումբը։ Ուշ են սկսել փաստորեն։ Ահա, այո, այսինքն ստացվում է, որ թերապիան մենոպաուզա սկսել էին մենոպաուզայից առնվազն 10+ տարի հետո։ Ժամանակակից մենոպաուզալ բժշկությունը ասում է, որ անվտանգ է եւ օգնող է, երբ որ մենք մենոպաուզալ հորմոնալ թերապիան սկսում ենք կնոջ դաշտանադադարից մինչև 10 տարվա ընթացքում, երբ մինչև նրա 60 տարեկանը։ Սա սկսելու մասին է։ Իսկ ավելի վաղ իմաստունի ավելի վաղ սկսել, թե մինչև մենք հենց խոսում ենք մենոպաուզալի մասին, ոչ թե դրա համար եմ ասում պերիմենոպաուզալ մասը ավելի վաղ է, հələ այդքան շատ sense ցուցումները մի քիչ լխոզված են դեռևս։ Այնքան որ հիմա խոսելու ենք ավելի այդ հետազոտության մասին, ոնց էր ինքը բերել ու վախեցրել բոլորին, այդ թվում բժշկական համայնքին ու տարիներով sense կարծրացած մնացել էր բացասական միտքը, կարծիքը, հա, որ միանշանակ կրծքագեղձի քաղցկեղ կառաջանա կամ սիրտանոթային համակարգի ռիսկեր, դրա մասին էր, որ սկսվել էր այս թերապիան շատ ավելի մեծ տարիքում, պատկերացրեք 10 տարեկինը ոչինչ չի ստացել, իր սիրտանոթային համակարգը բավականին արդեն փոփոխված է ու մենք տալիս ենք էստրոգեններ, ու էստրոգենները սկսում են ինչ որ բաներ անել, ու սա կարող է ավելի վնասող լինել։ Իդեպ այստեղ շեշտը նրանում է, որ մենք կարիք ունենք ավելի վաղ սկսելու, բայց դա չի նշանակում, որ թե կինը դառավ 60+, մենք պետք է միանշանակ դադարեցնենք։ Եթե մենք չունենք հակացուցում, մենք ընթացքում դոզաներ ենք փոխում, հա, մենք կարող ենք շարունակել, ելի նժարի վրա դրնելով ավելի շատ կօգնենք եւ չենք վնասի մեր բժշկության մեջ մոտեցումը։ Այս մի մասը, որը պարզվեց, որ վերցրել էին 60+ տարեկանների մասին եղած ինֆորմացիան եւ վերագրել ավելի երիտասարդներին եւ զրկել ավելի երիտասարդ կանանց ստանալու մենոպաուզալ հորմոնալ թերապիա հնարավորությունից զրկել էին։ Մյուսը, երբ մենք խոսում ենք հորմոնների մասին, կարծում եմ մենք հաճախ ենք հասարակությունում բախվում, ընդ որում ցավոք սրտի նաեւ բժշկական հասարակությունում, որ հորմոնները վատ են։ Կարծում եմ դուք էլ ձեր ոլորտում ստատիններին եք բախվում, հոգեկան առողջության ոլորտում հակադեպրեսանտների հետ, ասենց դասակ ֆոբիաները այդ երեք ուղղությամբ շատ պատտվում են, ստիգմատիզացնում են հասարակությունը։ Ու ես հաճախ խոսում եմ նրա մասին, որ ինչ հորմոնի մասին ենք մենք խոսում։ Մեր օրգանիզմում բազում հորմոններ կան, սեռական հորմոններ, վահանագեղձի հորմոն, ենթաստամոքսային գեղձի հորմոն, մակերիկամների, չէ՞ որ դրանք բոլորը տարբեր ազդեցություն են թողնում եւ տարբեր հնարավոր կողմնակի էֆեկտներ կարող են առաջացնել։ Okay, սեռական հորմոններ։ Սեռական հորմոնները արական են լինում, իգական են լինում, ցած ֆիլտրում ենք, հա, աստիճանաբար։ Okay, իգական սեռական հորմոններ, որը էստրոգեններ, պրոգեստերոն, դրանք եւս տարբեր ազդեցություն են թողնում եւ վերջապես սեռական հորմոնները դրանք սինթետիկ են, թե բնական են։ Այդ WHI-ի ժամանակ կիրառված եղել են սինթետիկ հորմոններ դաթև։
Իսկ սինթետիկ հորմոնները, այո, ոչ այդքան դրական ու հակառակը բացասական ազդեցություն են թողնում սիրտանոթային համակարգի վրա եւ կրծքագեղձի։ Այստեղ մի հատ ուրիշ միֆ ենք հիմա այսպես կոտրելու, որովհետեւ հաճախ խոսվում է, որ էստրոգենները կրծքագեղձի քաղցկեղ են առաջացնում։ Կարծում շատ տարածված է։ Այո։ Հետազոտությունները ցույց են տվել, որ բնական էստրոգենը, եթե միայն էստրոգենայի դեպք իրարվում, այս այն դեպքերում են, որ խոսում ենք, որ տենց ինչ որ տարիք էր գալի, բոլոր կանանց վիրահատում էին, արգանդը հեռացնում էին։ Եթե կինը արգանդ չունի, մենք մենոպաուզալ հորմոնալ թերապիայում նշանակում ենք մենակ էստրոգեն։ Եթե կինը արգանդ ունի, նորմայում բոլորս ունենք, այ միակ տեղը, որ էստրոգենները կարող են այսպես աճացնել եւ բացասական էֆեկտ թողնել, արգանդի ներսի շերտն է։ Հետեւաբար մենք տալիս ենք պրոգեստերոն, որպեսզի պաշտպանենք արգանդի ներսի շերտը։ Հիմա, երբ որ կնոջը տրվում են միայն էստրոգեններ, կարիք չկա պրոգեստերոն տալու, հետազոտություններ ցույց են տվել, որ իր մոտ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը չի բարձրանում, ավելին նույնիսկ մի քիչ իջնում է։ Մենք խոսում ենք բնական էստրոգենների մասին եւ նաեւ ոչ բարձր դոզայի մասին։ Այդ պոստմենոպաուզալ տարիքում մենք բավականին ցածր դոզա ենք տալիս։ Եվ հետազոտությունները ցույց տվեցին, որ կրծքագեղձի քաղցկեղ ռիսկը բարձրացնում են պրոգեստերոնները, սինթետիկ պրոգեստերոնները։ Իսկ այ բնական բիոիդենտիֆիկ պրոգեստերոնները, այդ հիմնականում ուտրոժեստանն է եւ ամենաշատը դա է հետազոտված, ինքը չի բարձրացնում կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը եւ ելի համարվում է, որ միջև 60 տարեկանը եւ առաջի 5 տարիները ամենաշատ հետազոտվածն է եւ մենք այստեղ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկ չունենք։ Հետո մենք ամեն անգամ վերանայում ենք ընդհանրապես մենոպաուզալ հորմոնալ թերապիան կամ մենոպաուզալ թերապիան համարվում է շատ անհատականացված թերապիա։ Մենք չենք կարող բոլորին նույն բանը նշանակել։ Մենք կնոջ առողջությունը առավել ամբողջական ենք դիտարկում, ինչն այս պահին իր համար կարևոր, այլ օրգան համակարգերում ինչ խնդիրներ ունենք, որ գանգատներն են, որ բացասական ազդեցություն են թողնում եւ ինչ ռիսկեր ունենք, ու շատ ուրախ եմ, որ ձեր եւ Վիկայի միջոցով լիքը բաներ են բացահայտել սիրտանոթային համակարգի հետ կապված, վերջերս հենց վերապատրաստում էի անցնում ու այդտեղ լիպոպրոտեին A-ի մասին հետաքրքիր ինֆորմացիա ունեցա ու այդտեղ Վիկայի հետ կապնվեցի, մենք միասին դրա մասին փոքրիկ նյութ կազմակերպեցինք, որովհետեւ պարզվեց, որ այդ լիպոպրոտեին A-ն, որի վրա կարծես հիմա դեռ ոչ մի բան չէր ազդում, պարզվեց, որ էստրոգենները այսպես բավականին օգնող էֆեկտ ունեն ու եթե այն կանայք անցած ոնց որ բանում եք քննարկել, ովքեր որ սահմանային լիպոպրոտեին A ունեին, դաշտանադադարից հետո կարող էր բարձրանալ եւ եթե իրենք ունենան ցուցում եւ հակացուցում չլինի մենոպաուզալ հորմոնալ թերապիայի, մենք կարող ենք օգնել, որպեսզի այդ թիվը չբարձրանա եւ կանխարգել ենք հնարավոր սիրտանոթային համակարգի ռիսկերը, հիվանդությունների։ Ինչ հնարավոր մենոպաուզալ թերապիայի օպշններ ունենք Հայաստանում արկա, որ մեր կանայք կարող են օգտագործել եւ ինչպիսի կիրառություն են այդ դեղամիջոցները։ Բացի այն, որ խոսեցինք բնական էստրոգենների մասին, կա տարբերություն, թե մենք մենոպաուզալ հորմոնալ թերապիան, հատկապես էստրոգենը նշանակում ենք համակարգային ազդեցության, թե տեղային, դա դրա մասին է խոսենք, իդեպ անցած տարվա վերջում եւ այս տարվա սկզբում, երբ որ վերանայվեց այդ հետազոտությունը 2000-ականների սկզբի, այդ black boxing-ը, այդ պիտակավորումը հանվեց մենոպաուզալ հորմոնալ թերապիայի, որ ինքը կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ չի առաջացնում, այդ անպայման նշենք։ Մենք խոսեցինք շատ համակարգային հիվանդությունների մասին, քիչ շատ ինֆո եմ ուզում տամ, եթե նկատում եք։ Մենք մոռանում ենք, որ էստրոգենները ամենաշատ ընկալիչները ունեն միզասեռական համակարգում։ Շատ քիչ է խոսվում, բայց առավել հաճախ հետմենոպաուզալ տարիքում վուլվայի, հեշտոցի եւ միզային ստորին համակարգում այսպես ատրոֆիայի պատճառով մենք տարբեր խնդիրներ ենք ունենում, կարող են կրկնվող ցիստիտներ, միզուղիների ստորին հատվածի բորբոքային պրոցեսներ լինել, կարող են կրկնվող հեշտոցաբորբեր լինել, ծառական հարաբերության չորության զգացողություն լինի, զգացողությունների կորուստ լինի։ Այստեղ մենք ունենք այդ կոչվում է իդեպ մենոպաուզալ միզասեռական համախտանիշ։ Այստեղ մենք նշանակում ենք տեղային էստրոգեններ։
կրեմների կամ մոմիկների տեսքով եւ իրանք բավականին փոքր դոզայով են եւ համակարգային ազդեցություն չեն թողնում եւ այստեղ մենք չունենք տարիքային որևէ սահմանափակում, մենք կարող ենք մինչեւ կյանքի վերջել կնոջը դա նշանակել։ Հիմա կանք համակարգայինի։ Համակարգային հորմոնալ թերապիայից մենոպաուզալ մենք ունենք հաբեր համակցված եւ որը ունի եւ էստրոգեն եւ պրոգեստերոն պարունակող եւ ունենք գել մեր երկրում ցավոք չունենք այսպես պոմպային տարբերակով գել է կառուսաստանումը եւ կա նաեւ էստրոգենային սպրեյ էլի չունենք մենք հուսամ ժամանակի ընթացքում որ մի քիչ ավելի շատ խոսենք եւ կարիքը պահանջարկը մեծանա մեր երկրում էլ դրանք կլինեն բայց իմանանք որ բերանացի ընդունվող էստրոգենները եւ տրանսդերմալը մի փոքր տարբեր ազդեցություն են թողնում տրանսդերմալը համարվում է առավել ապահով եւ չեզոք սիրտանոթային եւ մետաբոլիկ առումով այնտեղ որտեղ մենք բախվում ենք ճարպակալման շաքարային դիաբետի կամ ջուր էլ ինչ կարող ենք ունենալ հա բարձր ճնշման ու միգրեն, որը եւս սիրտանոթային համակարգի ընդ որում նույնիսկ աուրայով միգրենի դեպքում տրանսդերմալ էստրոգենները կարող են կիրառել։ Ու այստեղ տարբերություն կա, տեսեք, եթե մենք խոսում ենք հորմոններ, վեղմնականխիչ հաբեր եւ մենոպաուզալ հորմոնալ թերապիա, այստեղ լրիվ տարբեր է լինում, որտեղ եթե կա սարքերակային հիպերտենզիա, մենք զգուշանում ենք վեղմնականխիչ հորմոնալ հաբեր նշանակելուց, աուրայով միգրենը ընդհանրապես հակացուցումը մենք այդտեղ չենք մտնում, բայց մենոպաուզալ հորմոնալ թերապիայում մենք տրանսդերմալով կարող ենք գնալ եւ օգնել կնոջը։ Դա համար պետք է ոնց որ տարբերակենք, էլի, թե որ ասում ենք հորմոն, այդ որ հորմոնի մասին է, ինչ դոզայով է, ոնց է ընդունվում, հա։ Դա տրամադրության վրա եւ մարմնի զանգվածի վրա ընդհանուր ազդեցությունը ինչպիսին է լինում ընդունումից հետո։ Հաշվի առնելով որ էստրոգենների պակասը ազդեցություն է թողնում մեր նյութափոխանակության վրա վերջերս դիետոլոգներից Լիդիան էր մի կոնֆերանսում ներկայացնում իրականում տենց շատ մեծ չի տարվա մեջ 1 կիլոգրամի ավելացում է բայց մենք բոլորս հասկանում ենք որ քաշի ավելացումը մենակ ուղղակի ուտելով չի նաև եւ ինչ որ բանով չի եթե մենք բավականին տագնապած ենք անհանգիստ ենք, մեր սննդային վարքն է սկսում փոխվել, հետո տարիքի հետ մենք սկսում ենք ավելի քիչ շարժվել, ավելի նստակյաց ենք դառնում, հա։ Իդեպ մոռացա նշել, ասենց անցումներ եմ անում, որ մենոպաուզալ գանգատներից է նաև մկանային եւ հոդային գանգատները։ Շատ հաճախ սկսում են կանայք ավելի այսպես հոդային գանգատներ ունենալ ու կարող է առաջինը դա լինել ու մենք մտածենք դե տարիքային ինչ որ փոփոխություններ են, բայց էստրոգենները նաև հոդերը եւ մկանները պաշտպանող ֆունկցիա ունեն ու մենք եթե խոսում ենք օստեոպորոզի մասին, մոռանում ենք, որ մկանային զանգվածն էլ է դաշտանադադարից հետո սկսում իջնել ու ինչքան կարևոր է սարկոպենիայի ռիսկն է էլի մեծանում մարզվել, որպեսզի պաշտպաներ եւ մկանները եւ ոսկրային համակարգը եւ սիրտանոթային համակարգը իհարկե եւ իհարկե երբ որ էստրոգենները սկսում են տատանվել եւ իջնել, այդ ամենը ազդում է մեր նյարդային համակարգի վրա էլ ընդհանրապես էստրոգենները համարվում են նեյրոպլաստիկության կարևոր կարգավորողներից մեկը, հա, այսպես ասեմ, նոր կապեր ստեղծելու ուղեղի մետաբոլիզմում բավականին կարևոր դեր ունեն ու երբ որ սկսում են իջնել էստրոգենները, հա, իրականում այսպես մեր տրամադրության տատանումն է սկսում բավականին արտահայտված լինել, հիշողությունն է սկսում բավականին փոխվել եւ իդեպ այդ black boxing-ի մեջ եղել էր նաեւ Alzheimer-ի հիվանդություն առաջացնելու ռիսկը, որոնք որ այն ժամանակ դիտարկվել է, իսկ հիմա համարվում է, որ եթե մենք ավելի վաղ ենք սկսում, հակառակը կարող ենք օգնել ու պաշտպանել կնոջ ուղեղը։ Փաստորեն գլխի վրա շուռ է եկել ամեն ինչ, բայց մեր հասարակությունը մեծ առումով մնացել է դեռևս այն հին պատկերացումների զոհ, կարելի այսպես ասել, հա։ Հա, կարծում եմ նաև բժշկական հասարակությունը, իհարկե ես բոլորովին կոչ չեմ անում ու ասում, որ մենոպաուզալ հորմոնալ թերապիան գալու է եւ բոլոր խնդիրները լուծի, այդպես չի, բայց ինքը մի գործիք է, որը կարող է մեզ օգնել կնոջ կյանքի որակը լավացնել, կնոջ առողջությունը ավելի ապահովելու պաշտպանել եւ ինչ ափսոս, որ մենք չենք կարողացել կամ չենք կարողացել բավարար լավ կիրառել օգտվել այս հնարավորությունից։ Եվ ինչ լավ է, որ կարող ենք այժմ
կիրառել այն։ Արմինե ջան, շատ շնորհակալ եմ մեզ հյուր լինելու համար այսօր, քո ժամանակը տրամադրելու համար։ Սիրելի կանայք, հոգացեք ձեզ համար, մտածեք ձեր մասին, քանի որ դուք եք այն ամուր ողնաշարը, որի վրա կանգնած է ամբողջ ընտանիքը, իսկ ընտանիքն էլ այն բջիջն է, որի վրա հիմնված է մեր հասարակությունը։ Մի խոսքով, ձեզ լավ նայեք։ Այո, շնորհակալություն Տաթև ջան։ Եվ եթե հավանում եք մեր զրույցները, առաջարկում եմ տարածել եւ ուղարկել ձեր այն ընկերոջը, ընկերուհուն, ով ձեր կարծիքով սրա կարիք կունենա։ Ցտեսություն, կհանդիպենք, մինչ հանդիպում։